Բարի սիրելի հետևորդներ, կոֆես եմ եպում, չդիմացա, վազեցի այս կոֆեի հետևից, ասեմ երեկ էլ չեմ խմել, որովհետև չունենք ուրիշ կոֆեր և իմ դուրը չեկար, հիմա առավոտ շուտ արժի այս կոֆեից խմել, թարմանալ, որ գնամ գործի։ Եղանակն էլ ցրտել է, չգիտեմ, գիշերը ձյուն է եկել, չի եկել, չեմ էլ նայել, ճիշտն ասած։ Հայ միջալյուստեղի լույսը վառեցի, լամպը վառվեց։ Կիսամութ է և տանը զապաս էլ չկա, որ տենց մեր հոգապահուստը մնա, բայց դե հիմա չկա, ինչ անենք։ Լույսը բացվի, ոնց են ասում, բարին էլ հետը կառնենք, կբերենք, կդնենք, որովհետև խոհանոցում չի լինում, թե աշխատելու համար, ճաշ եփելու, նկարահանելու չի լինում մութ տեղը։ Պետք է խոհանոցում վառ լինի, լույսը պայծառ լինի, որ լավ երևա։ Այստեղ էլ խմորեղեն է, էսկիմո, բայց դե գիտեք, քաղցրով չեմ սիրում խմել կոֆեն։ Դառը, միայն դառը։ Ամեն օր արթնանում եմ են բանակայինների նման, զինվորների նման, որ արթնանում են մի օր տենց ջնջում են, չէ, նշում են, որ այս օրն էլ անցավ, հիմա իմն է, մի օր էլ անցավ և նոր օր է բացվում, Աստծո օրհնությամբ, Աստծո հաջողությամբ և օրերն եմ հաշվում, որ հեսա շուտով կվերջանա հունվարը կվերջանա, կոֆես եղավ ջան, ոյ։ Թափեցի է, չի երևում, լույս դուրսը չի երևում, որ տենամ ինչա, ձյուն է եկել, ինչա։ Երեկ վերջապես այդ եղևնին հավաքեցինք, գեղեցկություն էր, արդեն սովորել էինք մտնենք, այդ գեղեցկությունը տեսնենք, բայց դե հավաքեցինք, մաքրեցինք։ Կարելի է դուրս գալ պատշգամբ տեսնել, այստեղից չի երևում։ Ձեզ հել է, վարալը, ինչ ես հել է, հետքան շուտ, ես էլ ասի դուրս գամ պատշգամբ, դենամ Լիլիթը քնել է, ձյուն է եկել, չի եկել, փոքր դրել է, ոչ դե ողավոր ցուրտ է, ոնց տեսնում եմ ճանապարհն էլ ահա որ սառած է, ոյ, շները չկան, այն օրը գնացի ժամին իջա, այն ինչ մեծ շներ էին նստել ուղիղ հենց այն լույսը որ վառվում է այդտեղ մի կերպ եմ նստել մեքենան ու գնացել, այնա հաչում են, հեսա կգան, կամ էլ գալիս են իշ ճանապարհ են, տենց թիկնապահով, բանով, տենց գնում եմ, ոյ, ահա որ ցուրտ է, լավ մտա ներս, ահա որ է ճանապարհների վիճակը, և դե ինչ արած Նազո պետք է գնաս գործի, պետք չի երևում ես կողը կուշտը ինչ է կատարվում, մտա ներս, ոյով չի ձուն է եկե մի քիչ Լիլիթ, ձուն է եկե, տաք կհագնվես, խամյակին է բեր է, ինքն ու խամյակը արթնացել է, խամյակին բերում ես կողքը, էդ է ամեն օր, Ինչ է, քնի Լիլիթ, շուտ,
որովհետև կամարսենք մեր մեծերը ասում են, չէ, տոքից վնաս չկա, տակ, հագնվենք, որ գնանք, այս ծրտին մարդ չի ուզում տանից դուրս գային էլ այս ժամին, դրա համար էլ մոտս գեր հոգնածություն է, շշմածություն, գալիս եմ տուն գործանելս չի գալի, այն որ չեմ ուզում ոչ մի բան անել, չեմ հասցնում նույնիսկ ինձանով զբաղվել, այսպես նստենք թախտին, սպասենք բախտին, բախտն էլ ենա, որ կանչեն գնամ, առավոտ չրերից չեմ օգտվում, ահա, էլի կերել են կտրածները, կգամ կդնեմ, սա էլ առավոտ շուտ մեր տանը, ինչ է կատարվում, հետաքրքիր է երեկ մամայիս տան վլոգում ասում եմ, մենք ենք արթնացել, ես ու մաման, մեկը գրում է, գրել է ինչ է շեշտում, դույում է, որ ինչ յանթեմ դուք, ինչ եք, ես ոչ մի բան էլ տենց միտումնավոր չեմ անում, չեմ ասում, ուղղակի արթնացել ենք, ասում եմ, ես ու մաման ենք արթնացել, հերթով հեսա կարթնանամ, բոլորի հետ կոֆե կխմեմ, մարդիկ կան, որ շատ ծանր են տանում, իմ ասածները մարդիկ կան, չնայած մարդ կա, որ իմ տեղը որոշումներ է կատարում, ումը ինչ նվիրեմ, ինչ անեմ, հետաքրքիր են, չէ, գիտեն, որ խոսքի վլոգ են դիտում, ամեն բան չէ, որ ցույց եմ տալիս, ումը ինչ նվիրեցի, ինչ տվեցի, ինչ եմ տարել, հետաքրքրասեր մարդիկ հետևորդ կա, որ որոշում է իմ տեղը ես ումը ինչ նվիրեմ, չի կարելի ժողովուրդ։ Եվ ես պատասխանում եմ, նրանք դեռ շարունակում են ինձ ուղղություն ցույց տալ, ասել, չնայած չեմ զարմանում, այստեղ մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում, իրենց մտածածն են արտահայտում, բայց ամեն ինչին էլ չափ կա, սահման կա։ Իմ տեղը կգնաս աշխատանքի, ես քո տեղը դպրոց գնամ։ Հա, ամել ես այսօր քո տեղը ծնունդ կգնամ, դու կմնաս տունը, ես քո տեղը ծնունդ կգնամ, կլինի, բա, ընկել այդպես, հեսա ինձ կզանգեն, պատրաստվեմ, որ գնամ, կհանդիպենք նորից տանը, միայն գործից հետո, կգամ տեսնեմ, ինչ եմ սարքում, ինչ եմ թողում, այսպես, Ողջույններ իմ խոհանոցից, ես աշխատանքից շատ շուտ վերադարձել եմ արդեն, ես ամուտը շուտով կընկնի, ես էլ խոհանոցում ուտելիք եմ պատրաստում, մտածում եմ այ մարդ, հեսա գարունը կբացվի, այս սունկը կմնամ, երացրեցի, լեցրեցի վրան ու հիմա էլ փորձեմ միացնել գազօջախը, այս որ թարսանում է, Եվ ես պետք է կախարդական փայտիկի օգնությանը դիմեմ, միացավ, սա կապույտ ոտսունկն է, ասեմ, որ ժողովուրդ ջան, թունավոր չի, չվախենակ, թունավոր չի սունկը, մարդ կա, որ գիտեմ, վախենում է թունավորվելուց, թունավոր չի, թող սա լինի, բայց ձվով չեմ սարքում, հետաքրքիր տարբերակ է, մնացեք ինձ հետ, հետևեք և տեսեք։ Եվ հարց, եթե ձվով չեմ սարքում, ապա ինչով եմ սարքելու, պատասխանը, սոխով եմ սարքում, շատ համեղ է լինում, անպայման փորձեք այս տարբերակով։ Եվ ինչ պետք է անեմ, իհարկե սոխը մաքրեմ, բայց այսօր հիշել եմ լայֆխակի մասին հիշել եմ, լսել եմ, որ եթե դանակը բուսայուղ ենք անում, ահա, մի կաթ, այսպես, բուսայուղ լցրեցի, մաքրում եմ, ասում են, եթե բուսայուղ ես սկսում մաքրում ես, չես լացում, փորձենք լայֆխակը, եթե գործի այն, ապա դուք էլ կհետևեք այս լայֆխակին, տեսնենք,
Սոխն էլ մնացել է տանը, տաքա, ծլել է։ Կանաչ սոխ ա եղել։ Իհարկե պատուհանագոգին ես դեռ ունեմ կանաչ սոխեր։ Այս երկու հատը մաքրեցի ժողովուրդ, աչքս չմռմռաց, թե հիմա բուսայուղի ազդեցությունը անցնի կմռմռա, չգիտեմ, դեռ ձեն ձունը չկա, այսպես, ասեն մեծ սոխերը թողած այս սոխերն ենք, կանաչ ճյուղերն եք օգտագործենք, ձեր այսպես, լավ սոխ ենք կտրում շատ, այսինքն հիմա կթվա, որ շատ կտրեցի, մաքրեցի, որ քանի որ փոքր են սոխերը, պետք է շատ անեմ։ Ասեմ, որ աչքերս դեռ չեն մռմռացել, մռմուռ բան չկա, թե հետո լինի, չգիտեմ։ Մի հատ էլ հեսա լվանալուց հետո դանակը բուսայուղ կանեմ կկտրեմ, տեսնենք ինչ կլինի հետո։ Այս ընթացքում չեղավ։ Թե հիմա ինձ տրամադրում են, որ չի լինելու դրանից է։ Սա այսպես։ Ահակի սոխ մաքրեցի, այս էլ թող տապակվի, այս էլ սենց, լվանամ ու կտրեմ։ Կոֆե, հեսա մի րոպե, մի հատ լայֆխակը փորձեմ, հիմա մաքրելուց էլ ես նորից դանակը բուսայուղ եմ անում, քսեցի։ Թե հիմա ինչ կլինի, չգիտեմ, կտրելուց, ասում եմ մաքրելուց է քսեցի, լավ էր, հիմա կտրելուց էլ, տեսնենք, եթե լինի, կարելի է, ինչու չէ, օգտվենք, չլացենք, Հիմա ես դիտմամբ եմ այս երկար կտրատելու պրոցեսը ցույց տալի, որ համոզվեք դուք էլ։ Կարող է ես ասեմ, վայ, լայֆխակը գործեց, աշկերս չմռմռաց, բայց դուք կարճ տեսնեք, դրա համար սենց ողջ կտրատելու ընթացքը ես ցույց եմ տալիս, որ նազոն չի լացում, տեսեք, միշտ կտրատելուց ասել եմ, չէ, վայ, աչքերս մռմռացին, վայ աչքերս, լացելու պահն է, բայց հիմա ոնց որ թե էլ չեմ ասում, ոնց որ լայֆխակը իսկական էր, ճիշտ էր։ Կանաչն էլ վերջում կկտրեմ սնկի վրա, կանաչը այս սոխի հետ կվառվի վերջում։ Կոֆե դնեմ աշոտը խմի, տեղա գնում, ասա դրիր, միացրու էլի,
Հոպլա։ Սունկը էփվել է։ Արզա, սրանք բաղադրիչներն են, կարմիր պղպեղ յուղ եւ քամը։ Այստեղ սունկը թող քամվի եւ ես տապակը հետ բերեցի, տապակ եմ ասում կացան, այն մի տապակը շատ մեծ է, որ պատրաստեմ, այն մեկն էլ փոքր է եւ յուղ եմ լցնում, բավական է յուղը, սոխառած եմ սարքում։ Մեր տանն էլ սունկ ուտողները շատ քիչ են, իսկ հավաքողները շատ։ Աշոտն էլ է սիրում սունկ հավաքի, բայց ուտելը այնքան չէ։ Ես էլ համ հավաքելը, համ ուտելը շատ եմ սիրում։ Այնքան եմ բերել տեսակ այս տարի, այս տարի ինչքան առատ էր, ինչքան շատ էր, սնկի տարի էր, այն որ համ վաճառեցի, համ բարեկամներին տվեցի, համ կերանք, սարցախցիկ դրեցի, համ, քանի անգամ դեռ պետք է եփեմ, որ վերջանա, որ գարնանը նորը բերեմ դնեմ։ Այսպես, մի լավ սոխառած ենք անում, հոգնել ենք արդեն, երևի ինձպես դուք էլ հոգնած կլինեք ձվով տարբերակից։ Ուրեմն փորձեք այս տարբերակը, սոխառած ենք անում, կամանց դանդաղ, աղ լցրեցի և կարելի է փակել, որ համել իր այդ գոլոշիով էփվի, թող մի 2 րոպե տապակվի, մի հատ բացենք տեսնենք, տապակվել է, բայց էլի տեղումի տապակվել է, կանաչ ցողունները պահեցի, որովհետև սկզբից գցեմ այն չի լինի, հենց կտրատենք, գցենք, հիմա թող տապակվի, սրանք նուրբ են, նուրբ, խառնեցի, ու ինչ եմ գցում, ինչ եմ ավելացնում, մարզա, վայքի լեզվով ասած, բայց բոլորի լեզվով ցիտրոն, մի հատ լավ տրորում ենք, մանրացնում ու լցնում, ինչ լավ հոտը տարածվեց, ընտիր, մի փոքր սև պղպեղ, կծու է, մի համար քիչ լցրեցի, օպսուս, որ տանը թարմա պղպեղ չունենք, թե չէ կարելի էր, ինչ կարելին որն է, ավելի համով կլիներ, ուշ որոշեցի, որ լցնեմ, ու հիմա տեսեք, կարմիր պղպեղը պետք է ավելացնեմ, բայց հիմա չեմ լցնում, սունկը կլցնեմ, որ չդաղվի, տեսեք, ինչ սունկ է, ընտիր սունկ, ամենալավը այս փոքրիկներն են մսոտ, ու մի հատ խառնում ենք, հատ փորձեմ անհամ թերեմ, համել համը նայեմ, Ես դե կարմիր բիբար է պետք է լցեմ, ինչու յուղի մեջ սոխառածի մեջ չլցրեցի պղպեղը, որ չդաղվեր, իսկ այս դեպքում ավելի
արտահայտիչ ու լավ է մնում պղպեղի համը։ Ահա։ Եվ մեզ ինչ է մնում, մնում է բարի ախորժակ։ Բարի ախորժակ, մի քիչ է, ահա։ Ամեն ինչ իրան տեղերում։ Ճուղել սամիթ եմ կտրատում։ Համը են պետրուշկա չէ, սամիթն է սնկին համեղացնում։ Համեղություն է ստացվելու, համեղություն։ Հիմա երևի շատերդ կասեք, ոյ, բա այդտեղ չլինեինք, մի հատ համ տեսեինք։ Իրոք, որ շատ ախորժելի է ու հետաքրքիր տարբերակ է։ Տապակվեց, պատրաստ է։ Մեզ էլ բարի ախորժակ համիատ նայեք, տապակվեց։ Տեսեք ինչ տեսք ունի։ Տեսքը գերազանց է, համի մասին էլ չկասկածեք։ Համի մասին էլ չկասկածեք։ Համեցեք եւ օգտվեք։ Արագ պատրաստվող ուտելիք են, որ տունդ հյուրեր են գալիս, արագ էփում մտածում ես, վայ, ինչ սարքես, որ հյուրերին գոհացնես, գոհ մնան, համել կերակրատեսակը շատ հետաքրքիր լինի, ահա, սա է, սա, ձվով, հոգնել ենք ձվով տարբերակից, և անջատեցի, վերջ, տշտզած, շատ ընտիր է, ընտիր, փակեմ ու հացը սեղանը պատրաստ է, ուրահատուկ, այս կեչուպը, մարինատը, աղջիկներ ջան, հա, այս էլ բաստուրման, Նազոյի պատրաստած բաստումրան, դու քեֆի ես գնում, գնա, գնացեք, այսօր Լիլիթը ծնունդ է, Աշոտն էլ է, քեֆի, երկուսով, թթուն ինչ ունեն, թթուների տեսականի, կեչուպը և սա, ամենահամեղը այս պուճուրիկ, համեղը պուճուրիկ սնկերն են։ Չես կալի? Չէ։ Մենք մեր հացը կերանք, դիմիջայլով շատ համեղ էր ստացվել սունկը ու ամպսեները լվացի և հիշեցի, որ ծիրանի չիր կա, ծիրանի չիրն էլ պարտադիր ես լավ լվանում եմ, ահա, թող ջրքանվի, համ փոշուց է ազատվում, մաքուր, համ էլ փափկում է, բնական չիր է սա, առանց շաքարավազի, արևի տակ չորացրած, թող ջրքանվի, և որոշեցի ադիբուդի պատրաստել, այս անգամ այս տապակի մեջ, բուսայող եմ լցնում, աքիչ, այսի սենց,
բոլորն ամբողջն է լցնի։ Ու աղ, հեսա լանջատենք, թող միացրած չմնա և աղ, մի լավ աղ։ Լիլիթ, այ Լիլիթ։ Ջան, լյարի մամայի մոտ է, մարալը։ Մամուշ կսոբում է։ Ինչ է ձյալը մամայի աղցիկա մեսկը։ Վերցես մեր սիրելի հետևորդներ։ Ուր էիր գնացել։ Մերինեի ծնունդի։ Ծնունդ էր գնացել, եկել հա, մի րոպե Լիլիթ, ադի-բուդի եմ անում։ Ինչ ես ուզում։ Մի րոպե, գնային կոմես, դուրը փակ են կուխնում։ Դու չավիտ է։ Վայ, Լիլիթ, արյանցի։ Մեր կտաս։ Ջուր կա, նոր է միացրել, սա կայար։ Սենց կիսաբաց անենք, հա։ Տեսնենք ինչպես է լինում։ Մի քիչ բաց թողենք, մեկ է ինչ էլ անում ես, այդ ջրի գոլորշին կպնում է։ Բայց դե լավ է լինում, ոնց որ սինի մեջ կլցնենք, օ, ինչ է լավ եղավ։ Անջատեցի։ Տոր։ Այնտեղ տորտ խմանք։ Տորտ խմանքը որն է։ Այթը, չման բան չեմ արել։ Դե տարեն կոմը լցրուս, դե։ Ահա, ոյ, ինչ է լավ եղավ։ Տեսար ինչ լավ ա եղել։ Տեսայեք, նայեք ինչ լավ եղավ։ Ընտիր, արեսկոմ դատարկել։ Ընտիր, դու ինչ ես անում լիր, ոյ։ Լավ է լեղով։ Թավան տակ է չկպնես, թավեն տակ է։ Լավ անցավ ծնունդը, հա? Դե լավա որ լավ անցավ, ահա դե ինչ մնաց մեզ, ճիրը պատրաստեցի, լվացի, սա էլ ադի-բուդին, գնանք հավաքվենք բոլորովս իրար գլխի, չգիտեմ, ազատենք մի ֆիլմ, ինչ-որ մի բան նայենք, զրուցենք և ձեզ էլ ասենք բարի գիշեր, լավ եղեք, բաժանորդագրվեք և լայքեք, շնորհակալություն բոլորիցդ էլ, լավ մնացեք։